Պարոն Վարդանյան, խնդրեմ ներկայացրեք, թե համահայկական ազգային միասնություն խորհուրդը ինչ առաջարկներով է ներկայացել եւ ինչ աջակցություն է պատրաստ հայտնել արցախցիներին։ Ես սկսեմ մեր նախաձեռնություններից համահայկական ճակատ շարժումը, համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ազգային միասնական խորհուրդը։ Դա մի մարմին է, որոնք համախմբվել են իրար շուրջ եւ Հայաստանի Հանրապետության եւ արցախցիների սոցիալական, քաղաքական, անվտանգության խնդիրներով մտահոգ մարդիկ են։ Մենք առաջարկով մասնակցել ենք քննարկմանը, քանզի մենք քաղաքական ուժ ենք եւ Հայաստանում վարում ենք ունենք մեր տեսլականները Հայաստանի Հանրապետության ապագայի համար, նաեւ Արցախի Հանրապետության համար եւ մեր արցախահայության հետ մենք բանակցում էինք, որ համատեղ պետք է արվի։ Արցախցիներով եթե առանձին խնդիր են բարձրացնում, դա լսելի չի, դա պառակտի չէ եւ այլն։ Մենք կանգնած ենք մեր արցախցիների կողքը, մենք մեր արցախցիների հետ մեր մի մասն է։ Մենք չենք հրաժարվում մեր արցախցիներից, մենք իրանց կողմն ենք, իրանք մեր կողմն են եւ մենք համատեղ ուժերով պետքա վերականգնենք արդարության սկզբունքները, որը որ ոտնահարվել է 18 թվականից այս կողմ։ Ճիշտ է, նախադեպեր եղել են ընթացքում եկել է հասել է այն ժամանակահատվածը, որ պետքա ոտնահարվեր, բայց նախադրյալները եկել են շուտվանից։ Դրա համար մենք չենք ընդունում ոչ մի իշխանության վարած քաղաքականություն եւ այսօր մեր արցախցիքի հետ միասին ուզում ենք անել այն, ինչը որ մերն է, ինչը որ հայկական է, ինչը որ ավանդական է։ Մենք պետք է ապրենք մեր հողերում անվտանգ ապահով երկիր որպես։ Պարոն Վարդանյան, այսօր ներկայացված պահանջագրերից առանցքայինը հիմնականը արցախցիների հավաքական վերադարձն էր Հայաստան։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ վերադարձը Արցախ ներողություն։ Ասեմ, ինչպես եմ պատկերացնում, ներկա կառավարության Իշքան ներկա կառավարությունը գոյատևի, դա բացառվում է։ Մենք ունեցել ենք Սումգայիթ, մենք ունեցել ենք Բաքվի ջարդեր եւ այլն, փախստականներ ենք ունեցել Սումգայիթից, Բաքվից, այսօրվա դրությամբ այդ մարդիկ Հայաստանում են ոչ, չկա չէ խնդիր այսօր։ Մեր կառավարությունները ամեն ինչ անում են համատեղ ուժերով Բաքվի, Թուրքիայի ուժերի հետ միասին, որ բոլոր հարցերը կտրականապես փակվի։ Տեսեք, Ալիևը այսօր խնդիր է դնում 200,000 թե 300,000 Հայաստանից փախածների հետ վերադարձ Հայաստան։ Իսկ այսօր մենք բերան դաժե մի բառ չենք ասում, որ մեր Բաքվի, Նախիջևանի փախածները պետքա գնան եւ բնակերվեն այնտեղ։ Ինչի համար չենք ասում, որովհետեւ մեր կառավարությունը անում է այն ամենը։ Նույնը արցախցիքի հետ Բաքվեցիք Հայաստանից լքեցին, գնացին երրորդ երկիր, բոլորը գնացին ուրիշ երկրեր, չկա այսօր հիմք ստեղ, որ պահանջեն։ Նույն կարգավիճակով հիմի վարվում են արցախցիների հետ։ Արցախցի կգնան երրորդ երկիր, մշտականապես կփակվի Արցախի հարցը եւ վերջ, իրանք էլ հանգիստ կաբրեն։ Բայց մենք թույլ չենք տալու։ Արցախցիները պետք է մնան մայր Հայաստանում եւ արցախցիները ամենաառաջի պահանջատերն են մեր հետ միասին Արցախի համար։ Արցախը մեր պատմական հայրենիքն է։ Արցախը մեր բնորանն է։ Արցախը Ադրբեջանինը չէ։ Պարոն Վարդանյան, նաև վերջում կցանկանայի անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որ պատերազմը իր ժամանակ չի եղել, իր օրոք չի եղել, այլ ինքն է պատահական հանդիպել հայտնվել պատերազմի օրոք։ Ինչպես կմեկնաբանեք որպես զինվորականի։ Ես ասեմ, պատերազմը հրահրել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմի պատասխանատվությունը մնում է իր եւ իր ՇՔ-խմբի, հերոսակախմբի վրա, որովհետև 18 թվականից նա կտրականապես ասեց, ես բանակցում եմ իմ զրոյական կետից եւ իր բանակցությունները բերեց հասցրեց պատերազմի, բերեց հասցրեց անմեղ զոհերի, բերեց հասցրեց հայրենիքի մի մասի կործանմանը, այսօր հրաժարվում է ինքը դրանից։ Նույնը մի քանի ժամանակ առաջ, երևի մի շաբաթ առաջ ինքը իր կառավարության նիստում մի արտահայտություն արեց, որ պետք չէ լինել պրոֆեսիոնալ վարորդ, որ կարենա մեքենա քշի։ Խնդիրը նա է, որ A կետից մեքենան հասցնել B կետ։ Դա բոլորը վերագրում են, որ դրանից հետո ինքը խոսած ատեստացիայից, որ բոլոր վարորդներին ատեստացիայի են ենթարկելու եւ այլն եւ այլն։ Ոչ, մարդը նկարագրեց իր վիճակը։ Նա
ինչ որ մի կետից նստել է Հայաստանի Հանրապետության ղեկին եւ նրան չի հետաքրքրում ոչ մի բան, ինքը ունի խնդիր, որ հասցնի B կետ, A կետից B կետ, ով կզովի, ով կվիրավորվի, ինչքան մարդ կհեռանա Հայաստանից, ինչքան մարդ կմնա, ինչ կարգավիճակում կլինի Հայաստանը, դա նրան չի հետաքրքրում, դա այդ ազդակն էր, ինքը ներկապային A կետից ստանում է Հայաստանը B կետ, ինչ գնով նա գիտի եւ նրա պատվիրատուները գիտեն։ Իսկ մենք թույլ չենք տալու դա։ Մենք գիտակցում ենք, մենք հասկանում ենք իր ամեն մի խոսքը մենք վերագրում ենք եւ չենք տանում հենց ասացի վրա։ Ինքը ամեն իր ելույթին ինչ որ մի նորություն ասում է, որը որ կապված է պետության հետ։ Բայց ժողովուրդը չի հասկանում, որ դա մեր կարգավիճակի մասին է ինքը խոսում։